Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր Ինֆոզոն ոդքասթի Անդրանիկ ծրագիրն է եւ այսօր մեր հյուրը Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնի տնօրեն, բանասեր, բանահավաք Գոհար Գոգոլյանն է։ Ողջույն Գոհար ջան։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Հրաշալի։ Այսօր ուզում եմ խոսենք Ծաղկազարդի մասին։ Շատ հաճելի թեմա եք ընտրել։ Ուզում եմ իմանալ ինչպես էին հնում նշում Ծաղկազարդը։ Առհասարակ բոլոր մեր ծիսական արարողությունները ունեցել են իրենց եկեղեցական դրսևորումները, այդ թվում նաև Ծաղկազարդը։ Ծաղկազարդը մեծ պահքի նախավերջին շաբաթն է եւ այդ հիսնորյա պահքի ընթացքում միակ օրն է, որ ավագ շաբաթվանից առաջ բացվում է եկեղեցու պատարագը եւ մատուցվում է պատարագ, ապա դրանից հետո նորից փակվում է ու սկսվում է ավագ շաբաթը։ Կատարում են տոնական գեղեցիկ պատարագ եւ դրան զուգահեռ երեխաները հիմնականում Ծաղկազարդ տոնի այսպես գլխավոր դերակատարները երեխաներն էին, ովքեր մեծ անհամբերությամբ սպասում էին եկեղեցում արարողությունը դադարի եւ սկսեն իրենց զվարճալի, կարելի է ասել, ծիսական արարողությունը։ Երեխաները վերցնում էին գուլպաներ, զամբյուղներ, խուրջիններ եւ սկսում էին շրջել գյուղի տներում եւ երբ որ եկեղեցում հնչում էր վերջին ակորդները արդեն պատարագի եւ օրհնվում էր արդեն ճյուղերը ուռենով, որը այսպես աստվածաշնչյան իմաստուն էր, երբ որ Քրիստոսը մտավ Երուսաղեմ, նրան դիմավորեցին ուռենու եւ ձիթենու ճյուղերով եւ դրա վերապրուկները արդեն մնում են արդեն դարեր շարունակ, Ծաղկազարդի օրը եկեղեցիներում օրհնվում են ուռենու ճյուղերը, որովհետև մեր տարածաշրջանում ավելի այսպես աճող ծառը ուռենին է, քան ձիթենին, եւ երեխաները վերցրած դուրս են գալիս տները այցելելու։ Իսկ մինչ այդ, երբ հնչում էր վերջին հատվածը պատարագի, երեխաները անասելի աղմուկ աղաղակ էին բարձրացնում, կարծես մի տեսակ խանգարելով հոգևորականին, բայց բոլոր հոգևորականները դրան մոտենում էին շատ մեծ սիրով եւ ուրախությամբ, հասկանալով, որ երեխաները արդեն պատրաստ են Ծաղկազարդի ծիսական արարողությանը գնալու եւ այդ աղմուկ-աղաղակը առաջանում էր ճեռերով եւ կարկաչաներով բարձրացած աղմուկից եւ հաճախ լինում էր, որ մայրերից վերցնում էին կաթսաների կափարիչները եւ դրանցով էին առաջացնում այդ աղմուկ-աղաղակը։ Ինչ են ճառերն ու կարկաչաները Գոհար ջան։ Ճեռերն ու կարկաչաները դրանք հնագույն կարելի ասել խաղալիքներ են, որ հիմնականում օգտագործել են այդ տոնի ժամանակ եւ անունն էլ խաղալիքների կարկաչա համապատասխանում է այն քառյակներին, որոնք երբ որ շրջում էին տնետուն երեխաները, ասում էին քառյակներ եւ դրա դիմաց հավկիթ էին պահանջում։ Քիչ անց ես այդ մասին եւս կխոսեմ։ Իսկ քառյակ կարող ենք լսել։ Անպայման, բայց մինչ այդ ես պատասխանեմ ձեր հարցին։ Կարկաչաները դրանք այսպես ծափ-ծափիկ ձայներ հանող փայտից խաղալիքներ էին, իսկ ճեռերը ատամնավոր գլանաձև այդպես կլոր էլի գործիքներ խաղալիքներ էին, որոնց տեսքը բարեբախտաբար ազգագրական հանդեսներում պահպանվել է եւ հիմա մենք մեր օրերում վերականգնում ենք եւ երեխաները շատ-շատ սիրում են այդ խաղալիքներով այդպես աղմուկ բարձրացնել եւ մի տեսակ կարծես գարունը հրավիրել մեր կյանք, մեր առօրյա եւ որոշ ազգագրական աղբյուրների տեղեկություններով նաեւ դա ուներ չարխափան նշանակություն։ Այսինքն այդ աղմուկը միտված էր չարը, վատ ուժերը մեր կյանքից, մեր առօրյայից վանելու։ Իսկ ինչ վերաբերում է քառյակներին, երեխաները այսպես զամբյուղներով, գուլպաներով, խուրջիններով զինված, այսպես ճակերտավոր զինված, գնում էին տներ եւ սկսում էին կարկաչաներ երգել։ Օրինակ Կարկաչա, կարինկաչա, բերեք տվեք մեր երկու ձում, թե չեք ասեմ պոլատ իրիցում, կգա կոտրե ձեր ծծում։
Պոլատիրիցը հավանաբար ինչ-որ չար էակ էր, որ գարուն գարնանոցով պետք է գար և կոտրեր նրան ձծումը խնոցին, այսինքն այն գործիքը, որով ստանալու են տարվա անհրաժեշտ բնամթերք յուղը, բնականաբար այդպիսի սպառնալիք լսելուց հետո տանտիկինները բերում էին և ձու էին բաժին տալիս երեխաներին, իհարկե չի եփած և բնականաբար նաև չներկածծվեր, ինչպես նաև զանազան քաղցրավենիքներ, մրգեր, այսինքն այն ամենը, ինչ մնացել էր իրենց տներում պահքի ընթացքում։ Մեկ ուրիշ քառյակով ասում են, ով որ կտա մեր երկու ձուն, Աստված պահե իր փեսացուն, ով որ չտա մեր երկու ձուն, մուկն ու կատուն իրենց թթուն։ Այսինքն դարձյալ էլի այսպես սպառնալիք կար մի տեսակ մանկական, բայց հետաքրքիր, զվարճալի, բոլորը եթե այդպես հումորով տանտիկիններ էին լինում, վայ, հա շուտ արեք, բերեք այ հարսներ, մուկն ու կատուն հանկարծ չլցվեն մեր թթվի կարասների մեջ եւ այդպես զվարճալի հայ երկխոսություններով երեխաներին բաժին էին տալիս եւ փոխադարձ օրհնանք էին տալիս եւ ստանում եւ ամենակարևոր եւ շատ գեղեցիկ այսպես պահպանված քառյակներից մեկն է օրհնվի եւ պահպանվի ձեր դաշտն ու սարը, կովն ու ոչխարը, չութն ու գութանը, վարն ու վաստակը, գլուխն ու տակը, կալն ու ջաղացը, ցորենն ու հացը, տավարածն ու հորթարածը, ոչխարածն ու գառնարածը, այսինքն գարնան այս ընթացքի համար շատ կարևոր օրհնակների մի շարան էր, որտեղ եթե հիմա այսպես դանդաղ ասենք եւ վերլուծենք, այսինքն մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր դրվագները, բոլոր ոլորտները օրհնվում են այդ մի պարզ քառյակի մեջ։ Եվ անպայման երեխաները այդ փոխադարձ քառյակներն էին ասում ու ստանում իրենց անհրաժեշտ բնամթերքները, հավաքում էին հատկապես այդ հավկիթները, պահում էին, որպեսզի ցածկական օրերին ներկեն եւ խաղան, ավելորդ հոգս չպաճառելով իրենց տատիկներին եւ մայրիկներին, այո։ Շատ լավ, Գոհար ջան, ես գիտեմ, որ հիմնականում ժողովրդական ծեսերի ժամանակ լինում են տիկնիկներ, այսինքն ամեն մի տոն ուներ իրեն պատկանող տիկնիկը, Ծաղկազարդը ունի տիկնիկ։ Այո, Ծաղկազարդը եւս ունի տիկնիկ, դա նուրի տիկնիկն է, տեղեկություններ են պահպանվել այն մասին, որ տարվա մեջ առաջին անգամ նուրի տիկնիկը դուրս են բերում հենց Ծաղկազարդի ժամանակ, այսինքն գարնան սկզբին եւ մի տեսակ համաչափ անձրև էին ակնկալում այդ տիկնիկը դուրս բերելով երկրագործական տարվա համար, չէ՞ որ Ծաղկազարդը գարնանն էր եւ բնականաբար նաեւ այսպես որոշ ազգագավառներում, որտեղ ավելի տաք էր եղանակ, արդեն ցանկ էր եղել կամ գոնե թե վարել էին հողը եւ պատրաստել էին ցանքին եւ ճիշտ ու ճիշտ ժամանակն էր, որ հոգային ամենակարևոր այսպես տարի մասին, հա, որ համաչափ ջրվեր իրենց ցանած բույսը եւ խուսափեին երաշտից։ Նորի տիկնիկը առհասարակ ունի անձրևաբեր գործառույթ եւ Գիտական գրականության մեջ նուրին համեմատում են նար աստվածության հետ, ծովինարի, նարի, այսինքն այն ամենի հետ, ինչ որ առնչություն ունի ջրի հետ, հա, ջրի պաշտամունքի հետ, եւ նուրի պատրաստելու տարբեր ձևեր կան, հիշատակվում են մասին, որ լաթերով տիկնիկներ էին պատրաստում գեղեցիկ աչքունքով, որոնց աչքերից շաղնուցողն էր կաթում, նուրիներ են պատրաստել ցախավելների վրա, որովհետև բանահյուսության մեջ ավելը, ցախավելը կնոջ խորհրդանիշն էր եւ այդպիսով, այսպես, այսինքն ավելը դիտարկելով որպես կին, գեղեցիկ զարդարում էին տարբեր գույնի կտորներով եւ որպես նուրի տիկնիկ դուրս էին բերում, անգամ տարբերակ կային, որ երաշտի ժամանակ, իհարկե դա չի վերաբերում Ծաղկազարդի ժամանակվա նուրիներին, բայց դեպքեր կային, որ արդեն իսկ երաշտ էր եղել եւ երաշտից խուսափելու համար տարեց կանանց մերկ մարմնի վրա հագցնում էին սպիտակ երկար շապիկներ, գլխներին մաղ էին դնում եւ շրջեցնում էին գյուղում, երգում էին նուրիի երգը, իսկ տանտիկիները ում բակերով անցնում էր այդ թափորը, պարտավոր էին դուրս գալ եւ
էլի բաժին տալ թափորին ու նաև մի բաժակ ջուր լցներ այդ կին նուրիի վրա, որպեսզի անձրև գար, այսինքն իրենց պահանջը արտահայտում էին կոնկրետ գործողությամբ։ Իսկ ծաղկազարդի նուրի տիկնիկի համար երեխաները պատրաստում էին այդպես գեղեցիկ զարդարված եւ բոլոր այդ նուրիները մեկ ընդհանրություն ունեին, որ պետք է ծիածանագույն տարբեր գույների, այսինքն գոտի ունենային, որովհետեւ ծիածանի գոտին նուրիի անբաժանելի մասն էր, իհարկե երգի մեջ ասում է կեմե գոտի, որը կերքեք երգ Հա, իհարկե, նուրին եկել է, շալե շապիկ հագել է, կեմե գոտի կապել է, նուրին ինչ կուզե, երկնքից ամպեր կուզե, ամպերից անձրև կուզե, կթան կովուց եղ կուզե, սև հավից հավկիտ կուզե, անձրև գոլերա, ցորեն հացը բոլերա, և հենց այս տեքստի մեջ մենք հիշատակեցինք, հա, կեմե գոտին, դա հատուկ տեսակի խոտից հյուսված գոտի էր, որ գործում էին կեմար կոչվող գործիքով եւ հավանաբար այդ կեմարից քամար գոտի այդ փոխակերպումներն էր եւ անունը հավանաբար այդտեղից է առաջացել, բայց հիմնականում ավելի շատ հիշատակությունները այն մասին են, որ նուրին ծիածանի գոտի ուներ։ Շատ հետաքրքիր է։ Գոհար, բացի այս ամենը, ուզում եմ անցում կատարենք նաև խոհանոց, պահքից հետո ծաղկազարդ։ Ծաղկազարդը ուներ ծիսական ուտելիք։ Քանի որ պահոց շրջանի մեջ էր ծաղկազարդը, այսինքն ծաղկազարդով պահքը իր սննդային կողմով ամեն դեպքում չէր ընդհատվում, այդ իսկ պատճառով ծաղկազարդի ծիսական կերակուրը եւս պահոց կերակուր էր, դա հատիկ կոչվող կերակուրն էր, որի մեջ չամիչ էին ավելացնում, որպես քաղցրեղեն կամ շաքարի փոքրիկ կտորներ, իսկ ինչու հատիկ, որովհետեւ դարձյալ կապվում էր գարնան բերքատվության, վարուցանքի, հատիկը ծլելու, առատ գալիք երկրագործական տարվա մեջ, այո, առատ բերք տալու հետ։ Այդ պատճառով անպայման պատրաստվում էր այդ կերակուրը եւ այն թվարկածս կարկաչաներից մեկում ասվում է հատիկ տվեք այսօրվան, հավկիտ տվեք զատկվան, այսինքն մեր այսօրվա բաժին հատիկը տվեք, ծիսական կերակուր, հա, որպես դա է ակնարկվում քառյակի մեջ, իսկ հավկիթը որ տալիս եք, դա տալու եք զատկի օրերի համար, հստակ ասվում է, թե ինչի համար են ուզում եւ ինչու են ուզում։ Թերևս դա միակ այսպես հատուկ կերակուրն է, մնացածը արդեն դուրս եկած նոր բանջարները, եղինջը տարբեր ազգագավառներում թե բնակավայրերում, հա, հիմա արդեն ինչ նոր դուրս եկած բանջարներ կար, դրանք ուղղակի շոգեխաշուներ էին պատրաստում եւ սնվում էին, չէ, հյուրասիրությունների մասին տեղեկություններ չկա այդ բանջարների առումով, բայց հատիկը կոնկրետ երեխաները իմանալով այդ մասին որպես ծիսական կերակուր պահանջում էին, որ իրենց բաժնի մեջ դարձյալ լինի հատիկ կերակրատեսակը։ Այս խինդ ուրախության մեջ ուզում եմ նշեք նաև այն խաղերը, որոնք խաղում էին ծաղկազարդում, որտեղ ես գիտեմ, որ դուք պահպանում եւ տարածում եք նաև ժողովրդական խաղերը, ինչ խաղեր էին խաղում ծաղկազարդի ժամանակ։ Հենց այս թափորն ինքնին խաղ էր, բայց կա պահպանված Վարդբդոյանի խաղերի եռահատոր ժողովածում կա պահպանված մի խաղ, որը հստակ առնչվում է ծաղկազարդին, դա սրսե չպուխ կոչվող խաղն է, որ այսպես փայտի կտորտանքներ, հա մի քիչ դյուրաբեկ փայտի կտորտանքներ էին վերցնում, մոտ 30-40 սանտիմետր երկարությամբ, ծայրերը կարմիր ներկում էին, ի նշան գալիք սատկական տոների, եւ այսպես թեքությամբ դնում էին որևէ միտեղ ու մեկ մասնակիցներն այսպես հերթով կանգնում էին, վերցնում էին մի մեծ հաստ ճիպոտ եւ հարվածում էին այդ փայտին, քանի որ փայտը այսպես շեղանկյուն դրված էր լինում, հենված գետնին եւ որևէ պատի, կոտրելը բավականին հեշտ էր լինում եւ այդպես խփում էին, կոտրում էին եւ այսպես կարելի ասել փորձում էին իրենց ուժը եւ մի տեսակ դա այնքան աշխուժ եւ ակտիվ խաղ է, որ նաև նպաստում է, որ ձմռանը երկար ժամանակ, հա, այսպես նստած են եղել տանը
նստակյաց կյանքից հետո շատ զվարճալի, շարժուն, հետաքրքիր խաղեր եւ ով հավաքում էր շատ, այսինքն լինում էին փայտը դնողներ եւ փայտը կոտրող եւ իրենց վերցնողներ։ Եթե փայտը չէր կոտրվում, մնում էր դնողին, իսկ եթե կոտրվում էր, կոտրողը վերցնում էր իրեն եւ վերջում հաշվում են տեսնելու թե դրողներն են հաղթել, թե վերցնողները եւ այդ փայտերը եթե կարողանում էին որևէ կողմը հաղթողեր ճանաչում, իրենք ուրախանում էին այն առումով, որ դա դառնալու է վառելանյութ իրենց զատկական կերակուրները եփելու համար կամ գոնե թե կրակը վառելու համար։ Բնականաբար այդ փոքրիկ խուրձով հնարավոր չէր ամբողջ կերակուրները եփել։ Ամեն դեպքում իրենք ուրախանում են, որ իրենց թոնրի մեջ սրսե չպուխի ճիպուխներ են լցնելու։ Իսկ ձեր թվարկած արարողություններից մեր օրերին ի՞նչն է պահպանվել։ Թվարկածս բոլոր արարողությունները պահպանում ենք նաև մենք, իհարկե շատ կենտրոններ կան, ովքեր զբաղվում են հայկական ավանդական մշակույթի վերականգնմամբ, տարածմամբ եւ հանրահռչակմամբ, բայց այս պահին ես կխոսեմ մեր կատարած աշխատանքի մասին։ Բոլորի շատացել են։ Այո, ուրախություն բոլորի շատացել են եւ շատացել են գրագետ կազմակերպողները, որովհետեւ մի բան է կազմակերպելը ուղակի տարերայնորեն, այսինքն այստեղից այնտեղից լսելով եւ մի ուրիշ բան է, երբ մարդիկ գիտակից եւ գիտական կարելի ասել մոտեցում են ցուցաբերում իրենց կատարած աշխատանքին։ Մենք ասելով նկատի ունեմ Մեղրաձորի մարզամշակութային կենտրոնը, մենք եւս արդեն մոտ 10 տարի զբաղվում ենք բոլոր տեսակի տոնացիսական մշակույթի վերականգնմամբ, հանրահռչակմամբ եւ տարածմամբ, այդ թվում նաեւ ծաղկազարդի, այսինքն մեր տեսադաշտում են ամբողջ տոնացիսական համակարգը սուրբ ծննդից սկսած եւ խաչվերացով վերջացրած, այսինքն բերքի տոն, մնացած բոլոր տոները ներառյալ, դրանք բոլորը կազմակերպում ենք ավանդական եղանակով, հենց ծաղկազարդը կազմակերպում ենք այնպես, ինչպես որ ես պատմեցի, ձեռք ենք բերել, իհարկե դա տարիների աշխատանքի շնորհիվ է, որ ձեռք ենք բերում տարբեր տեսակի ատրիբուտներ, նույն այդ տիկնիկները, շրխկանները, ճեռերն ու կարկաչաները, մնացած ամեն ինչ եւ երբ որ ես հաճախ ասում եմ, որ մենք տարեց տարի ամեն անգամ մի նոր բան ենք ավելացնում մեր կատարած աշխատանքին, բոլորը զարմանում են, թե ինչ կարելի է ավելացնել տոնացիսական, եթե կա ծաղկազարդ, ուրեմն դա ծաղկազարդն է, բայց ինչքան ուսումնասիրում ենք գիտական գրականությունը, այնքան նորանոր բաներ ենք հայտնաբերում, որովհետեւ բարեբախտաբար մեր ազգային մշակույթը այնքան գեղեցիկ է եւ այնքան հարուստ, որ ծով է ուղակի անհատակ, որ մենք պետք է պարզապես ուսումնասիրենք, գտնենք եւ վերհանենք այն ամենը, ինչ թաքնված է գրքերում եւ իդեպ ասեմ, որ նաեւ մարդկանց գիտակցության մեջ թվում է թե 21-րդ դարում ինչ բանահավաքչական աշխատանք պետք է անենք, ինչ նոր նյութեր պետք է հավաքենք 21-րդ դարի մարդուց, բայց փորձը ցույց է տալիս, որ մեր կողքին ապրող տարեց կանայք, ովքեր հին ժամանակներում երբ որ բանահավաքչական աշխատանքներ են արել, հիմնականում դրանք անգրագետ մարդիկ են եղել, այսինքն ոչ մի կրթություն չստացած, մեր պատկերացումներով, անգամ դպրոց չգնացած, երկրորդ, երրորդ դասարանի կրթություն ունեցող, այդ լիկայան կոչված կրթական համալիրը ավարտած մարդիկ էին ընդամենը, ովքեր միայն պարզ հասարակ իրենց անունները գրել գիտեին, անունազգանունները, եւ իրենց մոտ ավելի շատ պահպանված էր իրենց նախնիներից լսած հեքիաթները, զրույցները, բնապաշտական երևույթների մասին իրենց գիտելիքները, բայց ի զարմանս մեզ նաեւ մենք նման նյութեր հավաքում ենք առ այսօր, այսպես տոնի համատեքստում, Նուրիի Անձրևաբերեցեսի համատեքստում ես կարող եմ հիշատակել իմ գրառած մի այսպես ասելուկ, որ դարձյալ վերաբերում է երաշտին, ասում է, որ նախկինում, երբ որ մեր գյուղում անձրև չէր գալիս, հին ժամանակներում, տանտիկինը դուրս էր գալիս բակ, ասում էր կաբուտ կաբավոր արտարտադա, որ դու մեր խողը ճղին մեջ իրալի անձվերը ղրգե, գռխշ, այսինքն այն մարդիկ, ովքեր մի քիչ ականջալուր են եղել եւ մի քիչ զգայուն են եղել իրենց
տատիկ պապիկներին, իրենց ծնողների խոսք ու զրույցին, մինչև հիմա իրենք փաստորեն հիշում են այդ ամենը եւ շատ հաճելի է, որ նյութեր հավաքում ենք անգամ 30-40 տարեկան մարդկանցից, որովհետև բանահավաքչական աշխատանքում շատ կարևոր է նաև տարիքը գրանցելը, որ հասկանանք, թե դեռ որ տարիքի շրջանակներում է պահպանված մեր ազգային չքնաղ եւ շատ հարուստ մշակույթի տարրերը։ Գոհար, շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, շնորհակալ եմ նաև այն աշխատանքի համար, որ կատարում եք, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ այն ինչ արդեն կորել է, մոռացվել է եւ նորից ի հայտ բերել, տնտղել, գտնել շատ բարդ է եւ բարդ է այդ ամենը մարդկանց հրամցնելը, նախ սովորացնելը, շատ բարդ է սովորացնելը, այն ինչ քո կենցաղում չկա, նոր բան, հետո արդեն տարածելը։ Այնպես որ շնորհակալ եմ, կարծում եմ դեռ մենք շատ կհանդիպենք ու կխոսենք բոլոր ծեսերի մասին, որ ունենք պահպանված։ Ես մեր զրույցը կավարտեմ մեկս տարի ծառեր ծաղկան, ծաղկազարդի կիրակին, քյուսերն ընգե, մեջ իմ սրտի պուրակին, եւ սա այն իդեալական ժամանակաշրջանն է, որ երեխաները կարող են այցելել իրենց հարևաններին, իրենց նաև բարեկամներին եւ պահանջել իրենց բաժին հավկիթը, իրենց բաժին հատիկը, որ մարդիկ արդեն սկսեն կամաց տարվել այս չքնաղ մշակույթով, որովհետև արդեն մեր յուղում, հիմա նաև արդեն մեր համայնքում բոլորը անհամբեր սպասում են ծաղկազարդին եւ կարկաչա կանչող երեխաներին։ Շատ լավ, մենք քեզ սիրով կգանք։ Բարի ծաղկազարդ ամենքիս։